Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր Նարատապանի մամուլի սրահի հյուրն է դուրս մեր գբարից նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը։ Թեման, որին պետք է անդրադառնանք, կարծես թե արդեն լրագրողները տեղյակ են, քանի օր է համացանցով խոսում են, ազգային ժողովում քննարկում են։ Խոսենք SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղերի թանկացման մասին։ Պարոն Պետրոսյան, փաստորեն 3 փոխքաղաքապետը հայտարարում էր, որ իրենք չեն թանկացրել այդ ծառայությունը, Վիվասելը հաղորդագրություն տարածեց, որ ինքը ոչ մի ձևով հանդես չի եկել այս որոշման հետ կապված։ Ուզում ենք լսել ձեր դիրքորոշումը, դուք վարորդներով հանդիպել եք, նախաձեռնությունը ինչ է որոշել այս կապակցությամբ, մի քանի օր առաջ դուք հարցազրույց եք տվել, կարծես թե կոշտ է ձեր դիրքորոշումը, եւ ձեր պայքարի առաջի օրերը հենց կապված էին կարմիր գծերի հետ կապված 3 տարի առաջ, որ դուք սկսեցիք։ Այս դեպքում ինչպես է լինելու իրավիճակը։ Մենք էլի մնում ենք մեր նախ բարև ձեզ, մենք էլի մնում ենք մեր դիրքորոշմանը, մենք էլի դեմ ենք կարմիր գծերին, բայց քանի որ դեպքերի հաջորդականությունն են ստացվեց, որ այդ 5 րոպեն դարձավ 15 րոպե, հետո մասնավորից տեղափոխվեց, դա էլ էր մեր պայքարի հիմնական շեշտադրումներից մեկը, որ տեղափոխվեց քաղաքապետարանի բյուջեի գումարները, ժողովուրդը արդեն կարծես հարմարվել էր, հիմա հերթական, ասենք, այս թանկացման պրոցեսը, ուրեմն ես եկել եմ այն համոզման, որ սա հերթական հարկատեսակն է իրականում դառնում, այսինքն հիմա ես փաստերով խոսեմ, որպեսզի ձեր համար ավելի հասկանալի լինի։ Հունվարից այս կողմ Parking City ոչ մի մեքենա ես քաղաքում չեմ տեսել։ Այսինքն այն շրջիկ մեքենաները, որոնք պտտվում են քաղաքում, եւ այն տուգանքները, որ ուղարկվում էր չվճարելու համար քաղաքացիներին, վարորդներին, հիմա չգիտեմ իրենք ոնց են այդ գործընթացը անում, որտեղ այդ շրջիկ մեքենաները, այսինքն դա ապացուցողական հիմք էր, որով նրանք ապացուցում էին, որ 15 րոպեից ավել մեքենան կանգնել է եւ չի վճարել։ Հիմա այն տեսախցիկները, որոնք ամրացված են, ուրեմն ծառերի եւ ուրեմն էլեկտրասյուների վրա, շատ դեպքերում, եթե մեքենան կայանված է, համարները կարող է չնկատվի, այսինքն այդ շրջիկ մեքենայով էր ֆիքսվում համարները եւ երկու տեսախցիկների համեմատականով ուրեմն ապացույց էր հանդիսանում։ Հիմա հունվարից այս կողմ ոչ մի շրջիկ մեքենա ուրեմն չի պտտվում։ Այսինքն ինչա դուրս գալիս։ Ես եկել եմ այն համոզման, որ սա հերթական հարկատեսակն է, ինչպես գույքահարկը, ինչպես տեղզնման հարկը, սա էլ է, այսինքն այս թանկացման միտումը նա է, որպեսզի ուրեմն դառնա սա հարկատեսակ։ Եվ այսինքն կապ չունի, կանգնես չկանգնես, դա վճարես։ Այո։ Մեկ տարվա կտրված։ Մեկ տարվա ու այնքան շատ ներողություն անազնիվ են, որ չեն էլ ասում, որ այսինքն եթե մարդը այսօր լսեց, որ այս թանկացումը լինում է, մտածում է գնամ 12000 տարեկան մուծեմ պրսնեմ այս ամեն ինչից։ Հիմա եթե այսօր հուլիսի 12-ն է, մարդը գնա 12000 մուծի, դա ոչ թե 18 թվականի հուլիսի 12-ին ավարտվելու այդ իր մեկ տարին, այլ 17 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն այն մնացած գումարը կորում է այդ մարդու։ Ով էլ իրազեկված է, դա մի ամսվա կտրվածքով պետք է, այսինքն 2000-ը մուծի, եւ իրանք դա չեն բարձրաձայնում, դա թողում են, որ երբ մարդը գնա բողոքի ինձ մոտ քաղաքապետարան, իրանք ասեն, որ խնդրեմ, տեսեք պայմանագրում 1 տարի նշանակում է, այսինքն դեկտեմբերի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31։ Ուզում է հուլիսի 12-ին մուծես, մեկ է դա, դեկտեմբերի 31-ին ավարտվում է, 12000-անոց այդ բան։ Մի խոսքով կներեք, այսինքն նպատակը տանել նրան, որ մարդիկ ուզեն թե չուզեն ընտրեն տարվա կտրվածքով վճարելու տարբեր։ Հա, տարվա կտրվածքով։ Չեն ասում իրանք դա, հասկանում եք, սա կենցաղային մակարդակով ով իրազեկված է, ով իր ծանոթներին ասում, որ ես իմ ընկերներին, ծանոթներին ասում մի տարեք 12000, այսինքն մուծեք, տարեք, գոնե ամսականով մուծեք։ Նույնիսկ այդ ամսական կտրվածքը, եթե այսօր ասենք 12-ն է ամսվա, չէ, ոչ թե եկող ամսվա 12-ին է վերջանում, դա վերջանում է այս ամսվա ամսի 31-ին, չգիտեմ, 39, այս ամիսը 31 օր է երևի, հասկանում եք։
Եվ բուն գործընթացը նրանք բերում են հենց դրան, որ գնացեք տարեկան մուծում արեք, սրա հետևություններ ինչ է նշանակում, եթե Parking City ոչ մի մեքենա չի պատտվում, այսինքն այդ մարդիկ չեն էլ աշխատում, չէ՞, քանի հատ մեքենաներ կար, վարորդներ կար եւ այլ եւ այլ։ Այսինքն Parking City-ն դառնում է երկու հոգանոց, ուրեմն կազմակերպություն, մի հատ տնօրեն, մի հատ էլ հաշվապահ ունենա, վերջանում գնում է։ Ինչով եմ համոզված։ Ուրեմն այո, ես ամբողջ օրը քաղաքում եմ եւ մի հատ Parking City մեքենա ձևի համար չեմ տեսել պատտվելուց։ Լրագրողեք ինքներդ լրագրողական հետաքննություն արեք։ Այո, ես պնդում եմ։ Ես հունվար ամսից այսքան ոչ մի Parking City մեքենա պատտվող չեմ տեսել Երևան քաղաքում։ Գոնե մի հատ։ Ուրեմն դուք ավելի իրազեկված եք։ Բայց էլի դա երկրորդական հարց է, բուն պատճառը դառնում է դա, որ ուրեմն դա դառնա հարկատեսակ, կոնկրետ։ Եվ ինչ է նշանակում ժամանակավոր պայմանագիր էին կապել 3 տարի առաջ օպերատորների հետ, չէ՞։ Ու հենց այսօր այդ օգոստոսի 1-ին պետք է վերջանար այդ պայմանագիրը։ Ինչի դեկտեմբերի 31-ին կամ եկող տարվա ուրեմն սկզբին նոր չի վերջանում այդ պայմանագիրը։ Ես դեռ ուրիշ միտում եմ տեսնում, խնդրեմ, ազգային ժողովում խմբակցությունները Բարգավաճ Հայաստանը եւ Ելք Դաշինքը բարձրացրին այդ հարցերը, Նաիրա Զորաբյանը շատ կոշտ արտահայտվեց, շատ ճիշտ արեց։ Հա, ու ազգային ժողովի ուրեմն արձակուրդներից առաջ է սա արվում, այսինքն այդ մարդիկ ազգային ժողովը արձակուրդում է լինելու եւ ինչի հենց այս ժամանակահատվածում։ Եվ օպերատորը այո ծառայություն է մատուցում, մարդուն պետք է ծառայության համար վճարվի։ Ուրեմն հարգելիներս, ասենք այդ ժամանակը կոնկրետ այնց անեիք, ես էլ եմ ասում, անեիք տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ էս ամեն ինչը, որպեսզի մարդիկ հենց տարվա սկզբից եթե որոշեին վճարեին։ Եվ սա նորից եմ ասում, այս միտումը ուրեմն Երևան քաղաքի բոլոր մեքենայատերերին է վերաբերվելու որպես հարկ, իսկ այսինքն սրա շեշտադրումը մարզերից եւ հարակից քաղաքներից ու գյուղերից Երևան եկող մարդիկ, եթե ամիսը մի անգամ մարդը գալիս է 100 դրամով պրծնում էր իրանց հարկից, ճակերտյալ ծառայությունից, հիմա այդ մարդը ստիպված, ասենք, կամ պետք է գա, հիմա գիտեք ինչ, իրանք պատճառ են բերում տերմինալները, շատ կայանատեղերի մոտ տերմինալներ ուղղակի գոյություն չունեն եւ բավականին հեռու են, ուրեմն թող դնեին, թող տեղադրեին այդ տերմինալները, նորից գործընթացը սկսեին, իրանց ասելով չէ, չեն գանձում, չէ, 100 դրամանոց իրենց ասելով, ըստ իրենց, եթե ասում են սա կոնկրետ, ես ասենք կարդացել եմ փոխքաղաքապետի երեկվա, որ գնացեք տերմինալներով մուծեք, եթե հավատանք իրեն, ուրեմն տերմինալներով մուծումը, ես անկեղծ չեմ մուծում։ Ես դրա համար տեղյակ չեմ այդ մասին։ Օպերատորներ եւ Parking City համագործակցության արդյունքում իվա, թե սա ինքը նախաձեռնել է Parking City-ին եւ առաջ տանում Parking City-ին, այստեղ բջջային կապը։ Ոչ, Parking City-ին, եթե հավատանք, որ իրականում քաղաքապետարանի ենթակայության ուրեմն ձեռնարկություն է, այստեղ անմիջական դերը կա իշխանությունները եւ ինչի համար եմ ասում, որտեղ քաղաքապետարանը անպայման պետք է ուրեմն կառավարության հետ համաձայնեցնել սա, որտեղ սա բավականին լուրջ ուրեմն ֆինանսական ուրեմն բաներ է։ Դրա համար ես սա կապում եմ քաղաքապետարանի հետ ուղղակի։ Հասկանում եք։ Իսկ այն որ քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, նաև որ բջջային օպերատորներության հանդես եկել հայտարարությամբ, որ իրենք չեն բարձրացնում, այստեղ ում եք տեսնում արդյոք այդ դեպքում է բարձրացնում։ Ով է բարձրացնում։ Եկեք հասկանանք, հա, եթե 50% դա բավականին շատ նախ 50%-ը շատ բարձր թիվ է, ուրեմն թանկացնելու համար, թեկուզ օպերատորական այդ ծառայությունների եւ ավելացված արժեքի գումարում է դա ստացվում։ Տեսեք, մարդը, ասենք, մի օր կանելու համար 500 դրամի տեղը պետք է 750 դրամ ուծի, 749 դրամ ուծի։ Ամեն դեպքում հիմա ինչ է կարծում, ով է ստում կամ ով է, չգիտեմ, ամեն դեպքում կազմակերպություններն ասում են մենք չենք
Քաղաքապետարն ասում է մուտքերը նույնն լինելու բյուջեի։ Գիտեք ինչ, ես ուղղակի այսպես եմ հասկանում, օպերատորը իր ծառայությունը մատուցում, չէ՞, SMS հաղորդա, մարդը ասում է, ես ծառայություն եմ մատուցում, իմ գումարը տվեք քաղաքապետարան։ Եթե իրանք ժամանակավոր պայմանագիր են կապել, որտեղ ներառված է եղել այդ գումարը 100 դրամի մեջ նախկինում, եթե հիմիկվա դրությամբ, մինչև օգոստոսի 1-ը։ Ուրեմն այդ գումարը, այսինքն ամեն դեպքում իմ կարծիքով նրանք տվել են այդ 100 դրամից մասնաբաժին հանել են ուրեմն օպերատորներին ծառայության համար, SMS հաղորդագրությունների համար։ Երևի եկե հասել է այն պահը, ես էլի եմ ասում, սա իրանց միտումը տանում է նրան, որպեսզի սա դառնա որպես ուրեմն գույքահարկի, տեղզնման հարկի նման հարկ կայանելու համար։ Տեսեք, ասում եք պտտում են մեքենա, լավ ընդունենք պտտում են։ Ուր է նորմալ կարմիր գիծ տեսել եք այս վերջերս։ Արդեն ամառը վերջանում է, չէ՞։ Գոնե մի թարմացնեին շատ դեպքերում կարմիր գծերն էլ չերևում, այսինքն նրանք ծախսեր էլ չեն անում, նույնիսկ այդ ներքին էլ են լավ, գոնե ներքեք մարդիկ իմանան դա կարմիր գիծ է տեղ կանելու համար, թե կարմիր գիծ չի։ Հասկանում եք։ Սա է խնդիրը։ Ես էլ եմ ասում, բուն նպատակը սա է, դարձնել հարկատեսակ։ Որպեսզի մարդիկ զերծ մնան ավելորդ քաշքշուկներից, իրենց ուղարկած այդ 5000-անոց ակտերից, հետո այդ ինչ է նշան 100 դրամ չվճարելու համար 50-ապատիկ տուգ անելը ո՞րն է։ Դες բան որտեղ կա, չի վճարել, լավ 10-ապատիկը տուգ անի, 50-ապատիկ, այսինքն 100 դրամի համար 5000 դրամ ես տուգ անում, որտեղ է դες բան գրած, աշխարհում կա դες բան, բերեք տենց օրինակ 50-ապատիկ տուգանք, դες բան ես չեմ լսել։ Եվ փաստորեն դուրս է գալիս, որ 15 րոպե ուշացնելուց հետո միևնույն է 5000 դրամ բանկը գալիս է, եթե անգամ նա 27 րոպեին է ուշացնում։ Ճիշտ եք, համաձայն եմ ձեր հետ։ Այստեղ չեք տեսնում արդյոք սպառողի իրավունքների ոտնահարումը։ Իհարկե տեսնում եմ։ Իհարկե տեսնում եմ։ Այսինքն դուրս է գալիս, որ ոչ թե վճարում են 1 ժամի համար, այլ 15 րոպեի համար։ Գիտեք ինչ, իրենք ասում են ընդամենը 15 րոպեվա մեջ դու պետք է հասցնես մուծես։ Մարդը տարեց մարդը բջջային հեռախոսից օգտվել ձև չգիտի, տերմինալից օգտվելու ձև չգիտի, մարդը մեքենայի է վարում։ Այսինքն դու այդ մարդուն ստիպում է, որ մի անգամից գնա տարեկանը մուծի, ամսեկանը մուծի, մոռացի ոչ բջջայինից օգտվելուց, ոչ տերմինալից օգտվելուց, դառավ հարկատեսակ։ Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար մարդիկ գնալու են դրան, եւ ես համոզված եմ, որ այսքանից հետո ամեն ինչ ինչպես է ծածկադմփոցիով անցկացվում, սա էլ են ուզենալու անցկացնեն, բայց տեսնենք ոնց է դեպքերը զարգանալու, չենք բացառում, եթե այս երկրում կա նորմալ, ասենք, իրենց իրավունքների համար պայքարող, ասենք, մարդիկ, իրենց երեխաների գրպանից են, չէ, իրենց ընտանիքի բյուջեից են տանում այդ գումարները, թողերն են դուրս գան, իրենց խոսքը բարձրաձայն է։ Անընդհատ մենք չենք բարձրաձայնում, պարզ ասում ենք, սա դառնում է հարկատեսակ, եթե պատրաստ եք հարկ մուծել, ավել, մուծեք ժողովուրդ, ինչ ասեմ։ Իհարկե, ամեն ինչ կամաց-կամաց է լինում, ամեն ինչ կամաց-կամաց լինում է, և տեսեք, Երբ 3 տարի առաջ մենք սրա մասին բարձրաձայնում ենք, այդ ժամանակ եթե կհիշեք, դա 5 րոպեանոց է, չէ, անվճար 5 րոպեին ընդամենը տալի, գոնե հիմա դարձրին 15 րոպե մեր պայքարից հետո, չէ։ Եվ ինչ-որ տեսեք ընտրությունները անցավ, ամեն ինչ իր տեղը ոնց որ տեղ, հիմա կամաց-կամաց ամեն ինչ թանկացնում են։ Սպառողական առաջնահերթ ուրեմն սպառման ապրանքների բռնացրած, մինչև այս մանր-մուներ, չնայած ինչի մանր-մուներ, պատկերացրեք ինչ ահռելի գումարներ է սրանից ստացվելու։ Հասկանում եք։ Մի ճշտում է, հիմա դուք ասում եք ամեն դեպքում հարկատեսակ եւ այլն եւ այլն։ Տրամաբանությունը չեմ հասկանում, ինչու է Վիվասելը հեշտում, որ ինքը այստեղ ինչ-որ փոփոխություն կա իր մուտքերի մեջ, եւ ինչու է քաղաքապետարանը դեպքում, եւ արերես չեն ասում դրա մասին, ի՞նչն է պատճառը։ Շատ ճիշտ եք ասում, բայց հարցերը ինձ մի ուղղեք։ Չէ, դուք
ես գլխավոր դերում տեսնում եմ, որ սա դառնում է հարկատեսակ։ Իսկ ով է այդ հարկատեսակը։ Հեղինակը ով է, ում է ձեռնտու։ Ով է շահագրգռված է։ Քաղաքապետարանն էլ, եթե parking city-ին, լավ, ասենք parking city-ին։ Չէ՞։ Ես տեսնում եմ իրենց, որ կոնկրետ նորից եմ ասում, հիմա դուք ասում եք ոնց, սենց դա երկու հոգանոց կազմակերպություն է դառնալու, parking city-ին դա մի հատ տնօրեն, մի հատ էլ հաշվապահ, այնտեղ եթե դա դարձավ հարկատեսակ, այսինքն կոնկրետ բոլոր այդ տարեկան եւ ամսական վճարները սկսեցին վճարել, պետք է չեն մի երկու հատ, ասենք, ավել պակաս կանգնողին հիմա դուգանել բան, չնայած այդ կամերաները իմ կարծիքով ամեն դեպքում աշխատում են, բայց դրանք պետք է ֆիքս են, եթե շրջիկ մեքենան չի ֆիքսում, նրանք ապացուցողական հիմք չեն ունեն, որ կոնկրետ 15 րոպե կանգնել է տվյալ վայրում։ Իսկ այդ հարցերը խնդրեմ տվեք փոխքաղաքապետներերեք, ասենք քաղաքապետարանին եւ օպերատորներին։ Այնտեղ բանեկեք։ Բայց ես կոնկրետ միտումը տեսնում եմ, որ սա ուզում են դարձնել հարկատեսակ ընդհանուր, այդքան բան։ Թե ումա ձեռ տալի բնականաբար իհարկե իշխանություններին քաղաքապետարանին։ Իսկ խմբակցությունների հետ պատրաստվում եք հանդիպել, պարոն Պետրոսյան։ Բավականին կոշտ են արտահայտվել, օրինակ Գևորգ Պետրոսյանի, ասենք, կարդացի այդ հարցազրույցներ, հույսով եմ, որ իրենք եթե նման կոշտ դիրքորոշում ունեն, տեսնենք ոնց իրենք կդրսևորեն, եթե իրենք հետևողական կլինեն, մենք ուղղակի ողջունենք դա, եթե ուղղակի համոզված են, որ մարդիկ իրենց խոսքի տերը կլինեն, եւ տեսնենք ոնց կլինի, իհարկե, չեմ բացառում, որ կարող է հանդիպենք, տեսնենք ոնց ենք անում այս հարցը։ Բայց ամեն դեպքում դուք արդեն մարտավարություն ունեք ձեզ համար մշակած նախաձեռնություն։ Անկեղծ ասեմ, այսօրվա վիճակով դեռ չէ, տեսնենք դեպքերը ոնց կզարգանա, դեռ այսօր ամսի 12-ն է։ Իսկ կա, որ այս որոշումը հնարավոր է փոփոխության ենթարկել։ Գիտեք ինչ, չեմ կարծում, սա անկեղծ այս արձագանքից է կախված, եթե մարդիկ իրենց բողոքը մասսայաբար բարձրաձայն են, երևի կանգնացնեն։ Եթե ուղղակի սենց ուղղակի կենցաղային մակարդակով այս թանկացումը լինի, իմ կարծիքով նույնը կմնա եւ ոչ մի բան չի փոխվի, իրանք կթանկացնեն։ Իսկ չեք նկատում, որ բոլոր թանկացումները հենց այս ամառային ամառվա ընթացքում։ Ես դա էլ նկատի ունեմ, ինչի համար, որովհետեւ ազգային ժողով գնում է արձակուրդ, այսինքն ընդդիմությունը չի բարձրաձայնում, բնակչությունը գնում է արձակուրդ եւ այլ քաղաքը դատարկ եւ այլ։ Եվ նորից եմ ասում, սա անմիջապես խփելու է մեր մարզերի ժողովրդին։ Կոնկրետ մարդը կա շատ ես ընկերներ ունեմ, իրանք մեքենա ունեն, իրանք քաղաքում մեքենա չեն վարում։ Այս տեսախցիկներից էլ են հոգնե, այս կարմիր գծերից էլ են հոգնե։ Նաև այդ միջոցները, մեխանիզմները չգիտեն օգտագործելու է դա պատճառը։ Չէ, բացարձակ։ Ուղղակի մարդիկ հոգնել են ավելորդ քաշքշուկների մեջ հայտնվելուց։ Արարողների որոշակի տոկոս եւ ինչքան են նրանք ասում, որ պարզապես մարզից չեն գալիս քաղաք, որովհետեւ այդ մեխանիզմը, միջոցը, ճանապարհը չգիտեն ոնց անեն, օրինակ կարմիր գծի համարում։ Չէ, գիտեն մարդիկ, գիտեք ինչ։ Շատ դեպքերում ես այդ գործընթացներով անցել եմ, այդ 5000 կոնկրետ կարմիր գծերի հետ կապված։ Այսինքն ին վրա դուգանք է եկել է, ես գնացել եմ քաղաքապետարանի համապատասխան այդ բաժին, մի զարմանալի բան այնտեղ կատարվում, վարչական դատարանում ավելի շուշուտ են գործերը քննվում, քան թե գնում ես ուղղակի գրած ասենք ժամը 11-ին պետքա նիստին ներկա լինեք։ Գնում եք ասենք 11-ին 15 պակաս տեսնում եք 30-ից 40 մարդ միջանցքում սպասում է։ Դե եկել ես, հազիվ ընդեղ միտեղ մեքենան կայանել ես, բարձրացել ես վերև, չես ուզում, հազիվ ստեղ ես դու, ստիպած սպասում ես։ Էլ եմ ասում, ամեն մեկի համար 10 րոպե տևում է, չգիտեմ ինչ են քննում ընդեղ։ Այսինքն այդ, բայց ես որ մտնում եմ ընդեղ, միանգամից ասենք ներկայացնում 15 րոպե, շատ դեպքերում ես ձևը գտել եմ։ Նաև իմ ընկերներին եմ բանալ, 15 րոպեից ուղղակի կարմիր գծից դուրս եկեք, նորից ներս մտեք։ Իրանց հետ իրանց լեզվով եւ եղել է, ասել եմ 15 րոպե է, բայց չէ, ուրեմն բախես ուղարկի է, չէ։ Ուղղակի դուրս ես գալի ու նորից ներս ես մտնում։
Նույն տեղում։ Այսինքն ինչպես իրենք են արձանագրում։ Ստարտը գնաց 14 րոպեն լրանալու պես դուրս ես գալի, ներս ես մտնում։ Եթե տարածքում եմ, եթե չէ ստիպված համարները փակեմ հեր։ Ամեն ձև անում եմ, ես չեմ ուծում ընդհանրապես։ Որտեվ իրենք անկեղծ չեն, հասկանում եք։ Իրենք չեն ասում ժողովուրդ, այսօր 12000-ը մի մուծեք, որտեվ դա դեկտեմբերի 31-ին վերջանում է։ Ու երբ մարդը գնում ասում է հուլիսի 12-ին մուծել եմ 1 տարի պետք է ուժի մեջ լիներ, իրանք համապատասխան այդ փաստաթուղթն են դնում, ասում են կարտա, որ մինչև դեկտեմբերի 31-ն է վերջանում։ Իրենք անկեղծ չեն, հարգելի փոխքաղաքապետ, երեք հարցազրույց էիր տալի, ասեի, ոչ թե ասեի գնացեք տարեկան ու ամսականները մուծեք, այլ ասեի խորհուրդ եմ տալի տարեկանը հիմա մի մուծեք, հասկանում եք։ Թող տարին լռանը նոր մուծեք, որտեղ դա դեկտեմբերի 31-ին վերջանում է։ Հələ ոչինչ, այսօր 12-ն է, ասենք ոչինչ, այդ 2000-ը, ասենք հասկացա, մյուս ամսվա, բայց գոնե տարեկանը այնպես մի արի, ոնց որ չգիտեմ, ինչ-որ միտում կա այս մարդկանց գրպանները դատարկելու, էլի։ Վարորդների ոչ իրազեկ լինելը օգտագործում են վարորդներին թալանել։ Իհարկե, հենց դա է, որ չեն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց գրպանը դատարկվի։ Լրագրողները հարցեր չունեն, պարոն Պետրոսյան, վերջում ինչ ունեք ավելացնելու, գուցե ինչ-որ նախաձեռնությունների կոչ անեք, որ միանան ձեր այդ պայքարին, համատեղ որոշեք այս հարցադրումները վեր բարձրացնել, կոնկրետ լուծումներ տալու նպատակով։ Ուրեմն տարբեր բարողների իրավունքները պաշտպանող նախաձեռնություններ կան, մենք ողջունենք ցանկացած նախաձեռնություն, որոնք իրենք էլ կբարձրաձայնեն եւ մենք պատրաստ ենք նաեւ համագործակցության, որովհետեւ այս հարցը պետք է բարձրաձայնվի անընդհատ եւ այս հարցը անգամից ես ընդհանրապես հավատի գծերին դեմ եմ, լավ, ազ հարմարվել են, գոնե այս թանկացումը մի արեք, որովհետեւ առաջնային էլի եմ ասում, սա դառնում է հարկատեսակ եւ առաջնային խփում է հենց մարզերից եկող մեր ազգաբնակչությանը վարորդներին։ Եթե լրագրողները հարցեր չունեն, շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեզ ունենալու սպասենք արձագանքներին, շատ բարի, տեսնենք գործընթացները ոնց կգնան։